Սիրելի ռուսատողներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գյորգ Մելիքյանն եմ, սա Status Quo հաղորդաշարի հերթական թողարկումն է, մենք հյուրընկալել ենք ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարուր Հարիկյան, պարոն Հարիկյան, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հարիկյան, ես ուզում խոսել այսօր այն իրադարձությունների մասին, որոնք ծավալվում են մեր աչքի առաջ ըստ էության, հոգևորականներ են ձերբակալվում, դրանից առաջ էլ են հոգևորականները ձերբակալել, ձերբակալվում են տարբեր մարդիկ, փաստաբաններ եւ այլն։ Այս ամենը բացի այն, որ տեղի ունենում դեսպանատների լռության եւ աչք փակելու պայմաններում, նաեւ հանրության մեջ կարծեք ոչ թե դատապարտում են, այլ նույնիսկ աջակցում են, համարում են, որ ճիշտ են անում։ Եվ սա բավականին բարդ, այսպես հոգեբանական ես կասեի իրավիճակ է ստեղծվել, որ մենք ինչ ժամանակներում ենք ապրում ընդհանրապես, ինչի հետ մենք գործ ենք, սա ինչ երևույթ է ընդհանրապես։ Եվ դուք, որ զրկված եք եղել հենց ինքներդ խոսքի ազատության պատճառով եք ձերբակալվել, կալանավորվել, պայքարել եք դրա համար, հիմա ինչի հետ մենք գործ ենք, պարոն Հարիկյան։ Նախ ուզում եմ ասել, որ հանրության աջակցությունը այսպես է։ Իրենք ունեն իշխանական լծակներ, իշխանական լծակների հետ անմիջականորեն կապված մարդկային հավաքականություն եւ բավական է, որ այդ ընդհանուր առմամբ բարեկամներից միասին 10% կազմող մարդկանց հրահանգեն եւ դա կարող է տպավորություն ստեղծել, թե հանրային կարծիք կա, բայց իրականում հանրությունը հիմնականում քննադատաբար է տրամադրված, բացասաբար, իսկ մյուս մասը ուղղակի դեռևս ցնցման մեջ է, շոկի մեջ է, այդպես ասեմ, որ հասկանալի լինի։ Ինչպես բնութագրել սա, սարսափելի է, ինքս ինձ համար, ես ինքս սարսափում եմ։ Մի քանի օր առաջ իմ տանը ազգային համագործակցության կլոր սեղանի աշխատանքային հանդիպման ժամանակ, երբ ես ասում էի պետք է արագ գործել, բարեբախտաբար համաձայնել եք, որ ընդհանրապես անդրադարձային գործելակերպը սխալ է, որ պետք է լինել նախաձեռնողական մանավանդ այսպիսի փաստեր ունենալու դեպքում, մի հայտնի արվեստի աշխարհում հայտնի մարդ, բայց որ մասնակցում էր, ինքը ասեց, դե շտապերը ինչքան պիտի շտապենք, ասի դու չես պատկերացնում, որ վաղը կարող է կալանավորումներ լինեն զանգվածային, հիմա ինչի եմ սարսափում, որ այդպեսի բան ասացի, դա հոգևորականների կալանավորումից առաջ էր, ասեց մենք գիտենք ում ենք կալանավորել իր հումորով, ես էլ ասի մենք էլ գիտենք ում ենք կալանավորելու, բայց նկատի ունեցեք, որ եթե մենք բացահայտել ենք, որ սրանք կոռուպցիոն հանցախումբ են, կոռուպցիոն հանցախումբը չի կարող տեղում նստել, նա պիտի անընդմեջ իր հանցագործությունները զարգացնի, որպեսզի տեղ չթողնի։ Եվ հետո պարզվեց պատկերացնում եք իրար հետևից, այսօրերս նոր կալանավորումները, սա մի փոքր հիշեցնում է ստալինյան ժամանակների ընդհանուր մթնոլորտը վերահսկողության տակ պահելու այդ ճիքերը, բայց քանի դեռ չենք հասել այդ վերջնագծին, պետք է աշխատել ու ես կարծում եմ, որ վաղվա մեր կլոր սեղանի հավաքը արդեն նաև նոր ընդգրկումով համակիրների արդեն բանակ է ձևավորվել, իրենք գիտեք առանձին այմի չեն ուզում միանալ, առանձին ասենք մյուս կազմակերպություններին, բայց երբ տեսնում են, որ միասին ենք, այդտեղ արդեն հույս են տեսնում, կարող է մանավանդ իր հայտարարության բավական տրամադրող լինել եւ նույնիսկ բարեփոխիչ դերակատարում ունենալ նախ եւ առաջ հանրային մտածողության մեջ, որովհետեւ տեսեք դուք մի բանի մասին խոսեցիք հանրության ճնշվածության ընկալման տեսակետից, երբ որևէ մեկը դիմում է դատախազին եւ հաղորդում է փոխանցում, դատախազը չի գրում, որ հիմնավոր չէ, ուղարկում է քննչական կոմիտե, հետո չի հետևում, թե քննչական կոմիտեն ինչ պատասխանեց, դու հասկանում ես, որ դատախազն է արդեն դրա մաս դարձել, այդ դեպքում, եթե դու չունես փորձառություն, կամք, պատասխանատվության զգացում, կարող ես ասել, լավ, ինչ անեմ, արի մի հատ շուտ ճանապարհ գտնեմ, գնամ, հեռանամ այս երկրից, իրենք դա ուզում են, որ լինի, թշնամու պատվերն են կատարում, թե իրենց իշխանասատկացության դրսևորում է, բայց դա իրենց ցանկությունն է, դրա համար ամեն հայ մարդ պիտի հասկանա, որ այս երկիրը իրենցը չէ, այս երկիրը ձերն է, մարդկանցն է, մերն է։ Կարևոր բան եք ասում, պարոն Հարիկյան, դուք ինքներդ միշտ եղել է, որ ձեր տարբեր գրառումներում, ձեր խոսքում մեղադրել եք ռուսական գործակալներ լինելու մեջ, KGB-ի եւ այլն։ Հիմա գիտեք, որ այդ նույն պիտակն են կպցնում նույն հոգևորականներին
եւ դրանով կարծեք ուզում են արդարացնել այս գործողությունները եւ շատ ու շատ ես Facebook-ում հետեւում եմ, շատ մարդիկ հենց դրան էլ հղում են անում։ Դե նրանք ռուսական գործակալներ են, լավ են արել, որ բռնել են, նրանք ծառայում են Պուտինին, Կիրիլին, չնայած մոռանում են հիշեց, որ նույն իրենց ղեկավարը, վարչապետը ամեն օր է շփման մեջ նույն Պուտինի մնացածի հետ եւ կարծեք այդտեղ խնդիր իրանք չեն տեսնում, բայց այստեղ որ նույնիսկ ապացուցված նման բան չկա, որ այդ հոգեվորականները որևէ կապ ունեն Ռուսաստանի կամ չգիտեմ ռուսական ազդեցության գործակալներ են, բոլորին մեղադրում են եւ դա կարծեք դարձել է նորմ, որ եթե մարդը Ռուսաստանի հետ աշխատում, ուրեմն իրան նորմալ է, որ այսպես կարող են ձերբակալել։ Ուրեմն այո, դրանք շարքում ու չարաշահում են անցյալում եղած իրավիճակը, որ հոգեվորականները պիտի բարձրաստիճան հոգեվորականները լինեին անմիջական կախվածության մեջ։ Իմ առաջին հանդիպման ժամանակ Արցախի եպիսկոպոս հիմա Ամերիկայում է, լավ նշան չի, որ անունը սպային մոռացա։ Իմ առաջին հարցը դա եղել, ես այն ժամանակ արտաքսված էի, Ֆրանսիայում էի, Պարքև Սրբազան, շատ մոտ ենք եղել, ուղղակի զարմանալի է, որ մոռացա մի վայրկյան, երևի այսօրվա արևից էր ճանապարհին մեքենա վարելիս, Երևանում էլ գիտեք ինչ վիճակ է։ Ուրեմն հարցը մի ասեմ կարճ կոնկրետ ինձ բացատրի ինչպես դու դարձար եպիսկոպոս։ Որովհետև ես գիտեմ, որ այդ համակարգում պիտի բարձրաստիճան հոգեվորականները, ես անկեղծ քեզ եմ ասում, որ դու ցրես իմ այդ կասկածները։ Ինքը պատմեց ինչպես է եղել եւ ինձ դա համոզիչ թվաց։ Այս ուզում եմ ասել, այդպիսի մտայնություն կար, բայց մենք հասկանում ենք, չէ՞ որ ինչպես Հայաստանի հանրության մի զգալի մասը գտնվում էր կախվածության մեջ, մի մասը կոմունիստական կուսակցության թելերով, մյուս մասը գործակալական ցանցի, այդ բոլորի մենք անկախությունը ստեղծեցինք, որ դա նվազի, չասեմ միանգամից վերանա։ Միանգամից վերանալու համար պիտի Լեհաստանի, Լիտվայի կամ Գերմանիայի նման միանգամից պիտի բայց այնուամենայնիվ արդեն նոր սերունդ է գալիս եւ այդ նոր սերունդի հոգեվորականների հետ շփվել եմ, ոմանք նույնիսկ բարձրաստիճան հոգեվորականներ եղել են ԱԻՄ-ի երիտասարդ գործնական մարդկանցից, գիտեմ, մի այսպիսի բան կա, որ չգիտես որտեղից կարծես թե բոլշևիզմը վերադարձավ մեր իրականություն, այն անաստվածությունը, մարտնչող աստվածամերժությունը վերադարձավ մեր իրականություն, թվում էր թե մենք անկախ պետություն դառնալով պիտի մեր ազգային արժեհամակարգին ավելի մոտ լինեինք եւ դա նույնիսկ ինչ որտեղ բարդույթավորում է հոգեվորականներին։ Ես մի առիթ եղավ, ուրիշ անգամներ պատմել եմ, զգում եի, որ ասին կարծում եի, որ ինձ մի քանի օր է մնացել, դրա համար շտապեցի հոգեվորականի մոտ, Էջմիածին, ծանոթ հոգեվորականի մոտ եւ Շողակաթի վանքում, եկեղեցում խնդրեցի, որ ինքը մեղքերից թողություն տա։ Եթե գնալու եմ, ինչքան կարող եմ։ Ինքը ասեց, բայց պարոն Հայրիկյան, ես ինձ վատ եմ զգում, դուք պետք է ծնկի գաք։ Ես ասի, ես քո առաջ ծնկի չեմ գալիս, ես ծնկի եմ գալիս Աստծո առաջ։ Դու Աստծո ներկայացուցիչն ես։ Այդ խորհրդանի, այդ խորհուրդը, որ հոգեվորականը, նույնիսկ եթե ինչ-որ բաներ արել, դա իր խնդիրն է եւ իր համար շատ ավելի դժվար է, որովհետեւ ինքը դրա պատասխանատուն է։ Դու չպետք է քեզ թույլ տաս դատավոր լինել։ Իրենք գիշեր-ցերեկ ապաշխարություն են կարոզում։ Եթե անգամ շեղում է թույլ տվել, դու ով եղար, որ Աստծոց ապաշխարություն խնդրողը պիտի քեզնից բան խնդրի, այդ զգացողությունն է պակասում եւ դա հետեւողական արտարված աշխատանքի հետևանք է։ Այնպես որ այն ինչ որ այսօր կատարվում է, այդ զգացողությունը ավելացնելու, մարդկանց հայրենիքից հիասթափեցնելու, արժեքներից լրիվ կտրելու համար արվում։ Որքան էլ որ ճամարտակեն, թե գիտեք, մենք եկեղեցու դեմ չենք, մենք հոգեվորականների սխալների դեմ ենք։ Դու ով եղար այդ փնթի, դու ով եղար որ հոգեվոր արժեքների մասին խոսես հոգեվորականների հետ։ Ամեն Կիրակի գնում ես պատարակի, ամեն Կիրակի նախատեսված է որ ամեն Կիրակի մանավանդ հոգեվորականները պիտի թողություն խնդրեն իրենց թույլ տված սխալների համար։ Դու ով եղար որ միջամտում ես այդտեղ։ Սա լպիրշություն է, սահմանադրության իհարկե խախտում է նաև, բայց հիմնական նպատակը ընդհանրապես արժե համակարգից զրկել մարդկանց, հոգեվորը ոչնչացնել, որովհետև իրենք անասուն են, ուզում են որ բոլորը անասնական էության տեր դառնան։ Ավելի շատ այսօր մտահոգում է ներողություն, որովհետև խիստ բառ ասացի, կներեք ձեր միտքը չմոռանաք։ Անասուն ես նկատի ունեմ հետևյալը. երբ մարդը զրկվում է հոգեվորից, նա նմանվում է անասունին։ Ուզում են մեզ զրկել հոգեվորից։ Կներեք հետևյալն է, որ իշխանությունները երբեք չեն փայլել հոգեվոր լինելով, անկախ ամեն ինչից տարիներ շարունակ մենք տեսել ենք որ բայց իհարկե տարբերություններ կան։ Այսօր խնդիրը ավելի շատ այն մարդիկ են,
որոնք շատ հեշտությամբ ընդունում են այս նարատիվը, որ մենք եկեղեցու դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք վատ հոգևորականների դեմ, ընդհակառակը մեզ պետք է օգնեք, որ մենք մաքրենք եկեղեցին եւ լավ եկեղեցին դառնա ավելի առողջ եւ այլն։ Եվ շատ-շատերը, այդ թվում նաեւ այդպես կոչված պրոիշխանական սազանդարները ուղղակիորեն ես տեսնում եմ Facebook-ում հարյուրներով, հազարներով մարդիկ լայքեր են դնում, քննարկում են, վիրավորում են նրանց, ովքեր ենթադրենք աջակցում են եկեղեցու սպասավորներին կամ դեմ են խոսում, կամ նույնօրինակ է Դանիել Իոնիսյանի դեպքը, որ ըստ էության համարեցին, որ ինքը մատնագիր է, այսինքն ուղղակի կողործ է տվել, հենց այդպես էլ ասում են հոգևորականների վրա, որի հայտարարության հաշվին վրա քրեական գործ են հարուցել եւ շատերը կան, որ ասում են դա լավ է, դա նորմալ է, դա այդպես պիտի լինի։ Ինչ է կատարում այս հասարակությանը։ Այս վերջի երևույթի հետ ուղղակի լսել եմ արձագանքներ, անմիջականորեն ծանոթ չեմ, բայց Հովհաննեսյանն իրեն շատ վատ պահեց ընդհանրապես այլ հարցերում։ Գիտեք, նաեւ պետության աջակցությամբ ֆինանսավորմամբ, նաեւ դրսից դրամաշնորհների ինքը կազմակերպում է ժողովրդավարության մասին միջոցառում եւ այնքան էլ լպիր շացել, անձամբ էլ ճանաչում շփվել ենք, հետո շատ այնքան էլ լպիր շացել, որ սովետական միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր ու առաջնորդ մարդը իր ծանոթն է, չի հրավիրում Հայաստանում բացարձակ ժողովրդավարության եզրի մասին, այսինքն Հովհաննեսյանը ինձ համար ես այնտեղ գրեցի դու վատ մարդ ես։ Ես կարծում եմ դու հեռանկար ունեցող երիտասարդ ես, բայց դու վատ մարդ ես, դու մեզ ծառայում ինչևէ։ Ուրեմն Հովհաննեսյանին մոռանանք, Աստված իր հետ, Աստված տա որ ինքը ճիշտ ճանապարհի կանգնի իրեն։ Բայց օրինագիտեք ինքը հրաժարվում է գալ այս տաղավար, որովհետև համարում են, որ իբր թե մենք ռուսական պրոյեկտ ենք։ Այսինքն իրենք այնքան մաքրամաքուր, այնքան արևմտյան, այնքան ժողովրդավարական են դարձել, որ նույնիսկ այս առումով, այսինքն իրենք այնքան են դարձել այդպես ընտրողաբար, ինչպես դուք եք ասում, իրենք դա ընդ որում արևմտյան դեսպանություններն ունեն նույն այս խնդիրը, ամեն ինչը ծայրահեղացրել են, ամեն ինչը սև ու սպիտակի են բաժանել, այնպես որ եւս զարմանալի չէ, որ այդ նույն հասարակության անդամները շարունակում են այդ տրամաբանությամբ գործել։ Ինչ վերաբերում է այս մարդկանց արձագանքին, մարդիկ չեն պատկերացնում, Հեբելսի տարբերակն է, չէ, Գեբելսն ինչ էր ասում, ասում էր սուտ այնքան մեծ պիտի լինի, որ մարդիկ չհավատան, որ դա կարող է սուտ լինել։ Հիմա սրանք այդ ուղղությամբ են աշխատում։ Տեսեք, վարչապետի աթոռ է զբաղեցնում, մեծագույն պղծությունը, գույքահարկերը շեշտակի բարձրացնում է, շեշտակի։ Եվ ինչ է ասում, գիտեք, դուք չեք ուզում մեր զինվորը պիտի աշխատավարձ ստանա, չեք ուզում բանակազորանա, բայց գույքահարկը կապ չունի պետական բյուջեի հետ։ Առավելագույնը դու կարող ես համայնքից խնդրել, որ ինչ-որ հատկացումներ անի, գույքահարկը անմիջականորեն համայնքի համար է։ Հիմա իմ գույքահարկը ընդամենը 4 տարվա մեջ 500 անգամ բարձրացել է։ 500 անգամ։ Տալիս էի 7900, այս տարի տալու եմ 3 միլիոն 800 հազար մի քանի օրից։ Ես չեմ պատրաստում տալ։ Անցյալ տարի տվեցի, ուղղակի այդպես ամբողջ բանկից բարդ ես վերցնում, որպեսզի տաս գույքահարկ։ Ես այդ հողերը վերցրել եմ, վրան շենքեր եմ կառուցել, իմանալով որ այսքան արժի։ Հիմա նույնն է, բայց շատ մեծ չափով, դե իմ հանդեպ հատուկ է արված։ Դավիթ Հաշյանի ձոր մեկ թաղամասը դարձրել են Հավասարազոր Այգեձորին եւ Այգեստանին, որտեղ կոյուղի էլ չկա։ Սա մեծագույն սրիկայություն է ուղղված Հայրիկյան, մենք քեզ պիտի լրացնենք։ Օրինակ Հովհաննեսյանը որ չէր հրավիրել, չէ՞։ Ինքը առաջինը պիտի ասել ժողովրդավարություն, մենք ունենք դրա առաջամարտիկի։ Այո, այո։ Հիմա նույնը էստեղ է կատում, Հայրիկյանին խեղճացնենք ուրիշ ձևով, բայց այդ Հայրիկյանին թողնենք։ Երևանում 7 տարվա ընթացքում մետրոյի մի կայարան կառուցեցին, ես Երևանին եմ տալիս։ Ոչ մի։ Այս մի քանի անցյալ տարի տվեցի մոտավորապես 2 միլիոն։ Այգի անգամ չեն բացել այս ընթացքում։ Ուրեմն նույնիսկ եթե ճանապարհ կա այն այսպեսի բիրտ կեցվածքներ ունեցող մարդիկ ասում են դե դատարանում գործ կա, ինչ որ մարդ ասում է իմ օգտագործում եք հյուսիս-հարավ ճանապարհին է վերաբերում։ Գումար տվեք այդ մարդուն, ինչ որ ուզում է տվեք, ոչ մի բան չեն անում, այսինքն ավելին ասեմ, պատերազմից հետո խոստացավ կայուն պայուսազոր ստեղծել, չէ՞։ Մարզպետներին կից եւ այլ հատուկ խոստացավ մի քանի ամիս եւ զրոյացավ, այսինքն սրա ասածների մասին խոսելը պարզապես ժամավաճառություն է, պետք է արձանագրենք, որ ինքը կոռուպցիոն հանցագործ է, հիմնավորված է դա 100%-ով վաղը մեր կլոր սեղանի հիմնական նյութը դա է, դուք պատկերացնում եք, հավաքում են
տարբեր ոլորտների, տարբեր քաղաքական ուժերի 40-ից ավելի ներկայացուցիչներ, եթե բոլորին թույլ տայինք, արդեն հարյուրները կանցնեին։ Մենք այսինքն ես չեմ, այդպեսի կեցված կա, որ չշտապենք։ Ես քեզ կարծում եմ, չէ, պիտի շտապենք։ Եվ կարծում եմ բավական սուր գտնեմ, որ ովքեր ուզում են չշտապել, թող գնան չշտապեն։ Մենք պետք է շտապենք, որովհետև այսօր դեռ չեն հասել այն մակարդակին, որ Հայաստանը վերածեն Բելարուսիայի կամ Ադրբեջանի։ Բայց այդ ճանապարհով են գնում։ Կարծես թե այս պղծությունը ուզում է այնպես անել, որ իսկապես աշխարհի աչքին հավասարազոր Երևան։ Եթե առաջ ասում են Հայաստանը ժողովրդավարական երկիր է, հասկանում եք նրանք։ Հիմա իրանք ասում են ժողովրդավարության բաստիոնն է ինքը։ Չէ, դա ասում են հիմա արդեն զուսպել են այդպես համարում։ Հիմա այդ հարցում արդեն զուսպել, հիմա նույնիսկ ավելին է կատարվում։ Այդպեսի բան մարդկության պատմության մեջ քիչ է լինում։ Ցուցադրաբար ասում ես ով ես, քեզ չեմ հիշում։ Հա։ Այսինքն նման դեպքերում լինում են խորհրդական հետեցել եմ, շփվել եմ, որ անմիջապես ինչ-որ այստեղ նույնիսկ պետք է չի ունի հիշելու, որ իրեն հիշեցնի թե սա է։ Իսկեն ասում են դու գոյություն չունես, բայց դա արդեն մեզ է վերաբերում, ամբողջ հայությանն է վերաբերում։ Դրա համար պետք է ուշադիր լինենք իրենց հայտարարությունները, իրենց խոսած մենք հասկանանք, որ դա չարի կողմից արվող բան է, իսկ հիմա առավել եւս մեր փաստաթղթում վաղը որ պետք է քննարկենք կոռուպցիոն հանցագործ ճանաչելու հարցը ազդարարվում է նաև ազգային անվտանգության հարց, որովհետև եթե կոռուպցիոն հանցախումբն է այս պատմությունները մեզ ի վերջո իրավիճակի որոշակի իրավիճակների մեջ են դրել, որոշակի պարտավորություններ են փորձում բարթել հաջորդ իշխանության վրա։ Հենց հիմիկվանից մենք պետք է ազդարարենք եւ դա պետք է բոլոր նաև իր գործընկերները հասկանան, որ եթե սա եւ իր հանցախումբը չճանաչվի կոռուպցիոն հանցախումբ, ապա հետագայում նրա արած քայլերը մենք բեկանելու շատ մեծ դժվարություններ ենք ունենալու։ Օրինակ այդ միջանց կոչվածը, որին խոսում եմ միջանց չի։ Բա որ միջանց ինչ ես քննարկում առանձին դրա հարցը։ Դու ընդհանրապես քննարկիր ճանապարհների հարցը։ Ասա խնդիր չկա ընդհանրապես։ Ինչպես որ դուք կվարվեք մեզ հետ ճանապարհների հարցում, նույնն էլ մենք ենք ճանապարհը համարեք բաց։ Եթե ձեր երկրով հանցագործները ինչ որ բան են տեղափոխում, զենք օրինակ, ապօրինի, դուք ասում եք անխոչնդոտ երթևեկի, չէ, դուք ձեր երկրում, ձեր ճանապարհների վրա անխոչնդոտ ճանապարհ չեք տալիս նրանց, ովքեր որ հանցավոր նույնն էլ Հայաստանում պիտի լինի։ Մենք մեծ սիրով ճանապարհները կբացենք, կտրամադրենք ձեզ, այնպես ինչպես որ դուք եք մեզ տրամադրում, բայց ոչ ավելին։ Խտրականություն չպետք է լինի, հասարակ բան է, չկա ասող, բայց որպեսզի վաղը մենք կանգնենք, ձեր ղեկավարը էս ստորագրել, մեր ղեկավարը ձեր ղեկավարն էր, հանցագործեր, ձեր համ հայրենիքի դավաճաներ, համ էլ կոռուպցիոն հանցագործեր։ Դա ազգային անվտանգության հարց է, եւ ես շնորհակալ եմ այսօրվա իմ գործընկերներին, որ վաղը հենց այդ տեսանկյունով էլ խնդիր ուզում են դնել։ Մենք պիտի այս կողմենքով չշեղվենք։ Կոնկրետ հանցախումբ է, որը պետք է արժանանա իր պատժին։ Պարոն Արքյան, կա տենց ձեզ մտավախություն, որ մարդիկ սկսել են վախենալ արտահայտվել, որովհետև վախենում են ձերբակալվելուց։ Դեռ չէ։ Ես անկեղծ ասած մարդիկ կվկայեն, երբեմն կարդում եմ դիմագրքում հայտարարություններ, զգում եմ, որ կարքին մարդ է, բայց զզվել է արդեն, զանգահարում եմ կամ գրում եմ, ասում եմ մի հատ ինձ հետ կապվիր, ոնց եք եղավ, ասում եմ լսիր, երբ դու գրում ես լրիվ շասեմ են, ասում եմ բայի տղա, դեռ քեզ կարող են կանչել դրան, ասել ապացուցի, բայց երբ դու գրես չարի սպասավոր, այդ տեսակ բառեր մի օգտագործեմ, որովհետև այդ զգում ես, որ մենք առիթավորների հետ գործ ունենք, դրանք նստած են որսկան շան նման սպասում են լինի, որ իրենց դրսևորեն։ Այո, այդ մտահոգությունը որոշ մարդկանց մեջ կա, բայց ընդհակառակը մարդկանց դարձնում է ավելի վճռական եւ մարդկանց մի որոշ մի հատվածը վախենում է, զգուշանում է, բնականաբար, դա զգուշավորություն չի, արդեն վախվորածություն է, մյուս մասը ընդհակառակը տրամադրում է ինչ պիտի անեք, ես չի կարելի հանդուրժել։ Հիմա մենք պիտի այնպես անենք, որ այդ ծայրահեղության մեջ հուսահատությունից ծայրահեղ դրսևորումների մեջ են կողները առիթավորներին չտան առիթ դա օգտագործելու։ Բայց այսինքն այնքան դժվար է, որովհետև իրենք ամեն նույնիսկ մարդը կարող է չմտածել, որ դա կարող է խնդիր լինել իր համար, ենթադրենք հոգևորականը ասել է գնացեք մասնակցեք միտինգին, իրական մտեղ հանցակազմ չկա։ Ցանկացած մեկը կարող է ասել գնացեք հավաքներին մասնակցեք, Պողոսի դեմ, Պետրոսի դեմ, չգիտեմ, այս բան հարցի շուրջ, բայց դա համարել են որպես հանցակազմ, հիմա մարդկանց դրա համար տասնյակ հոգևորականի ուրեմն բռնել են։ Ուրեմն մարդու իրավունքների հռչակագիրը պարտադիր փաստաթուղթ է, օրենքի հավասարազոր փաստաթուղթ է, այնտեղ դրված է ազատություն քարոզչության։
Չի ասված հոգևորականը քարոզելու իրավունք չունի։ Հոգևորականը նաև քաղաքացի է։ Քաղաքացին կարող է նաև քարոզել, որ գնացեք սրա դեմ ինչ որ բան արեք։ Դու էլ ինչպես լրագրող օրինակ, լրագրողը կարող է եթերում իր չասի ենթադրենք սենց արեք, այնպես արեք, բայց դա իր աշխատանքից դուրս ինքը քաղաքացի է կարող։ Եթե դու հավաքի կոչ անելու համար մարդուն հետապնդման ես ենթարկում, նշանակում է քեզ մոտ հավաքների ազատության սկզբունքը չի գործում։ Դա է, որ ասում եմ, որ սրանք ձգտում են Հայաստանը դարձնել այդ վայրենիների բռնապետներին համապատասխանող նրանց հետ նույնականացող երկիր։ Բելարուսում վաղուց արդեն տենց չի էլի, այնտեղ կան իհարկե շատ լուրջ սահմանափակումներ, բայց չեմ կարծում, որ այս կարգի պրիմիտիվության այնտեղ Եվ այնտեղ նմանվում ենք իրենց, Հա, ձգտում ենք դառնալ նրանցից մեկը։ Դառնում ենք իրենցից մեկը։ Չէ՞ որ ասել է, որ մենք պիտի Եվրոպական միություն գնանք, իբր թե օրենք են ընդունել։ Տենա Լուկաշենկոն ասաց կուդատի դեն ինչ ասած բիզնես։ Հիմա ոնց անեն, որ իրենք այնտեղից մերժեն։ Այդպեսի գործելակերպ էր ասում, դե մենք ասել ենք, բայց հենց կանենք, որ իրանք կմերժեն։ Վերջացավ։ 2-3 կալանավորում եւ վերջանում է քաղաքագիրտ աշխարհի աջակցությունը վաղը կարող ասել թե վայրենի եք դրանց հետ լեզու եք գտել դիտորդներին էլ տանում ենք նույն ժամանակ տեսեք ինչպես են օգտագործում նաև տեսեք մենք մեզ վատ պայեցինք սխալ արտահայտվեցինք դրա համար զինվոր սպանվեց վերջ տվեք դրան ու կգտնեն մի 10% բայց աջակցություն ստացող 10% որ կսեն վայրահաչել ազատ ապրելու իսկապես խաղաղ ապրելու քո ցանկության դեմ Պարոն Ակյան, վերջին հարցս վերաբերում է մոտակա առաջիկա ընտրություններին, շատերն են մտահոգված, փորձում են հասկանալ, ոմանք օրեր են հաշվում այսքան օր մնաց Նիկոլ Փաշինյանին, ոմանք ընդհանրապես վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն է հավաքելու, տեսնում ենք, որ Քոչարյանական թևը, Սերժ Սարգսյանի թևը բավականին ակտիվացել են, նոր ուժեր են հայտնվել, բայց բոլորի մոտ կան մեծապես հարցեր, թե իսկապես արդյոք լինելու է միասնական մի ուժ, ընդդիմադիր, առանձին են գործելու եւ ի վերջո կարողանալու են այս իշխանությանը գահանկեցանը, թե նրանք շարունակելու են հավերժացնել իրենց, այսպես ասած, իշխանության մեջ մնալը։ Բոլոր նրանք, ովքեր որ խոսում են ընտրություններից, ունեն դրա իրավունքը, մանավանդ եթե քաղաքական ուժեր են, այս քաղաքական ուժերը բնականon պայմաններում նախապատրաստվում են ընտրությունների։ Դա բնականon վիճակն է։ Տարիներ առաջ, երբ ես բավական լուրջ կարգավիճակում էի, ասեն նախագահի տեխնացու լինել, որի վարկանիշը արդեն հասնում է 15%-ի, դեռ ընտրությունները չավարտած եւ ստիպված են իրում թշնամիները կրակել, որպես այդ ընթացքը կասեցվի, ու չեն էլ թողցնում, հետո դատարաններում հայտարարեցին, չէ, մենք ուզում ենք վախեցնել։ Ինձ վախեցնել գիտեին, որ չեն կարող, ուրեմն ուզում են վախեցնել հանրությանը, եւ այդ վախը բավական երկար տևեց։ Ուրեմն ընտրություններին մասնակցելու տրամադրություն ունեցողների կեցվածքը տրամաբանական է, բնական եւ քաղաքակրթական, բայց այն ժամանակներում, երբ ես նախագահի տեխնացու էի, իմ հիմնական ասած հետեւյալն էր. ֆուտբոլ խաղալուց առաջ դու պիտի ֆուտբոլի դաշտ ունենաս։ Դա կարգախոսի պես մի բան էր։ Մենք չունենք քաղաքական դաշտ։ Քաղաքական դաշտը ապահովում է ճիշտ սահմանադրությամբ։ Եթե սահմանադրության մեջ խոսվում է արգելանքների տոկոսների մասին, խոսվում է համամասնության մասին, բայց միաժամանակ խոսվում է կայուն մեծամասնություն, պարտադիր կերպով կայուն մեծամասնություն ստեղծելու անհրաժեշտության մասին, դա նշանակում է սրիկաների կողմից սրիկաների համար գրված սահմանադրություն է։ Կրկնում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Քաղաքացին հեչ, ժողովուրդը 0։ Ինչ որ իշխանավորներ կան, որ ուզում են երբ որ իշխանության գան, թեկուզ 15%-ով գան իշխանության, հետո մյուսների չանցածների ձայներն իրենց անցնեն, իրենք լինեն մեծամասնություն։ Ես այն ժամանակ ասում եմ, որ ահա դրա համար ես մասնակցում եմ ընտրություններին, որպեսզի բացարձակ ժողովրդավարության սահմանադրությամբ համամասնական ընտրությունները դրանք կարող են լինել վարկանիշային համամասնական, եթե տարածքներ են ներկայացնում, եւ ինչ ձևով որ կնախընտրվի, դրանք պետք է արտացոլվեն խորհրդարանում նույն համամասնությամբ, ինչպես որ կան, բայց ամենակարևորը այն է, որ քաղաքացին մասնակցել է ընտրության, քո երկրի սահմանադրության վրա էլ, քո ամեն ինչի վրա էլ, վերջը դրանք ինձ չեն հետաքրքրում, ես մասնակցել եմ ընտրությանը, ներկայացուցչական մարմնում իմ ձայնը պիտի լինի։ Ես գտել եմ այդ ձևը եւ այն ժամանակ դա կոչվում է այսպես նախ ֆուտբոլի դաշտ ենք ստեղծում եկեք միասին աշխատենք սահմանադրության ուղղությամբ թե եթե ես նախագահ եմ դառնում էլ միասինը պետք չի ես իմ լծակները կօգտագործեմ ու դրա դեմ ոչ մի իրավագետ չի կարող առարկել կարող է լավ պրոֆեսոր լինի հիմար խոսի այլ ոլորտից ասենք լավ պրոֆեսոր մաթեմատիկայից բայց ասել ինչ բան է բացարձակ ժողովրդավարությունից որն է կամ հոգեվորական լինի ասի բացարձակ աստվածն է
Ասել իրեն կբացատրեմ ու բացատրում է, որ սա աստվածահաճո մոտեցում է, սա Աստծուց է գալիս, Աստծու առաջ, այսինքն իրավունքի առաջ, օրենքի առաջ, չկա կին, տղամարդ, չկա հեթանոց եւ այսինքն այդ սկզբունքով եմ առաջնորդվել։ Բայց այս նախաբանը ինչի համար էր։ Այո, իրավունք ունեք բնականon կյանքով ապրելու դեպքում, բայց ինչպես կարելի է չտեսնել, որ մենք բնականon կյանքով չենք ապրում։ Այս համանadrության դեմ դրոշ բարձրացրած այսօրվա ազգային պղծությունը ինքը համանadrության դեմ է, չէ՞, ժողով մարդկանց ոտքի անել։ Մարդիկ, որ համախմբվեցին, ոչ թե Սերժ Սարգսյան անհատի դեմ էր։ Հարցրեք Սերժ Սարգսյանի նկատմամբ ինչպես է, մեծ մասը կասի, ինչից է պետք։ Իր համար ապրում է կամ ինչև է։ Բայց համանadrությունը ենթագիտակցությանը հասել էր մարդկանց։ Մենք էլ շատ ենք աշխատել այդ ուղղությամբ, ասեմ, որ պիտի փոխվի։ 2 տարի չփոխեց, բայց մեր ճնշումներին չէր կարողանում դիմանալ, որովհետև մենք ասում էինք դու դեբիլ ես, ճակատին գրես դուխով գրի դեբիլ։ Դու խոստացել ես համանadrություն փոխել։ Հիշում եք այդ պահը, որ հրապարակավ ասել եմ։ Հա, եւ հիմա այստեղ ի՞նչն է խնդիրը։ Մենք այսօր չպետք է մոռանանք, որ ամենակարևոր բանը այդ ֆուտբոլի դաշտի ստեղծումն է։ Եթե չկա դաշտ, քաղաքական գործիչ, դու նշանակում է գնում ես քարքարութների մեջ ֆուտբոլ խաղալու, պարզ է, որ դու չես կարող հաջողության հասնել։ Հետևաբար վաղվա մեր կլոր սեղանում ես հսկայական փաստաթուղթ էի պատրաստել 3 էջանոց, բայց գործընկերներից լսեցի, որ կլոր սեղանի հայտարարության համար դա մեծ է, բաժանենք 2 մասի։ Այսինքն մենք ունենք փաթեթ քրեական հանցագործությունների սիրահար կոռուպցիոն հանցախումբը թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք վերաբերում են մեր սահմանադրական իրավունքին։ Եվ եթե սահմանադրական օրենք է խախտվել, իրենք հանցագործեն, բայց միաժամանակ իրենք ստեղծել են կառույց սահմանադրական բարեփոխումների, որը պիտի նպատակի հասնի։ Մենք ունենք դրա պատրաստի նախագիծը եւ նաեւ հանրային աջակցությամբ շատ արագ կկարողանանք հասնել։ Այլապես մեզ սպասում է այն, ինչ որ կա այսօր աշխարհի հայտնի եւ անհայտ բռնապետություններում։ Պարոն Արաքյան, շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն նաև ձեզ, ելի հեռուստատողներ, որ հետևեցիք մեր այս քննարկմանը, որին մենք հյուրընկալել ենք ազգային ինքնորոշումի ավրման առաջնորդ Պարոն Արաքյանին։ Հաջողություն ձեզ։